Սիրելի սովորողներ, սիրելի չորրորդցիներ, ազգային խոհանոցի առանձնահատկությունները ինչով են պայմանավորված։ Պատմական, աշխարհագրական, կիրառական, նույնիսկ քաղաքական գործոններ։ Այո, պատմաքաղաքական գործոններով, կլիմայական և պատմաքաղաքական գործոններով։ Իսկ հիմա խնդրում եմ ինձ ասեք, թե մեր ազգային խոհանոցում էլ որն է կարևոր։ Համեմվածությունը և կծվությունը։ Այո, համեմվածությունը և կծվությունը։ Երեխաներ որպես համեմունքներ ազգային խոհանոցում ինչ ենք օգտագործում։ տակտեղ, սխտար, չաման, տարբեր կանաչիներ։ Այո։ Երեխաներ Դավիթ անհաղթը ինչ էր հիշատակում հայերի մոտ գործածության մասին։ Ինչ էին գործածում հայերը համեմունքներից։ Սև և սպիտակ։ Պղպեղ, չէ՞։ Սև և սպիտակ պղպեղների գործածության մասին էր խոսում դեռևս Դավիթ անհաղթը իր ժամանակին։ Սիրելի սովորողներ, պատմագիր Մաթեոսը 9-րդ դարում որ համեմունքների մասին էր խոսում, որ հայերը գործածում էին։ Դաղցի, չամանի, սոխի, Սխտորի և այլ բույսերի գործածության մասին։ Գեցեք։ Հայկ ջան, էլ ինչ համեմունքներ գիտենք, որ օգտագործել են հին ժամանակներում։ օգտագործել են հին ժամանակներում աղ։ Այո, և շատ են, չէ՞ օգտագործել։ Այո։ Աղը ևս ունի իր պատմական արմատները։ Այո, աղի գործածությունը ևս ունի իր պատմական արմատները, երեխաներ։ Կենսականորեն այնքան անհրաժեշտ է եղել աղը, Որ հին դարերում սկսել են երկրպագենային։ Այո,